Սիրելիներ, ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես այսօր տրամադրությունս բարձր, մի փոքր էլ թեթևակի շպարված, որոշեցի այսօրվա վլոգը հենց այդ կողմից սկսեմ, ճիշտ երեք մազերս հարդարեցի, բայց այս կապած վիճակն այս մասը դուրս չի գալիս, ծրվել է, դա եղանակը շատ խոնավ է, երևակայ հենց դա է պատճառը, ուրեմն այսօր ժողով ունենք, ծնողական ժողով եմ գնալու, դրա համար ուզեցա մի փոքր թեթևակի շպարվեմ, սովորական օրից տարբեր լինի, հա, արտաքինս, ու միացել եմ համարյա, թե էսա կլինի մեկը անց, շուտով Ալեքսս կգա, բոլոր տնային գործերից վերջացրել եմ ամեն ինչը, ինչ որ պետք էր, ինչ որ ունեի անելիք, ընթացքում էլ վլոգներ բռնել էջ, ու դաժես անգամ սուրճ չեմ խմել, տեսակ ոնց սովորականի նման դաժեն բերանիցս թռավ, բայց համաձայն եք իմ հետ շատերս ենք էլի չէ, մեկ ասում, ինչև է, անգամ սուրճ չեմ խմել, ասեցի մինչև գործերս չանեմ չվերջացնեմ, ոչ մի ուրիշ բանով չեմ զբաղվելու, ընդամենը նախաճաշ եմ արել, մի քիչ ջուրս խմել, ու վերջ, այդքանը, հիմա էսա կլինի երկուսի կողմերը, մեկը անցա, ու հիշեցի, որ ոչ մի բան չեմ նկարել, խոհանոցայինի համար այսօր երևի թե ոչինչ չեմ նկարի, տեսնենք օրը ոնց է ընթանալու, առավոտ բարելույսով էլի հասցրեցի շատ նեղվեմ, բարպետներն եկան նորից հետ գնացին, որովհետև դրսում ցուրտ, խոնավ, ոնց որ են խոր աշուն է էլն, այն որ այն ցուրտը ոսկորը տամուտնում է, այդ ձևի ցուրտ է մեր մոտ, ամեն դեպքն, վերջապես ծառերը ծաղկել են, համել այդ ցուրտը ոնց հասկանում եմ բոլոր տեղերը մատեն, իմ կոֆեն եկավ, նենց անգնեմ, չեմ էլ տեսնում, թե ինչ եմ անում ստեղ, հնդկաձավալ եմ եփում, ինչքան ժամանակա չէի եփել, ասեցի եփեմ, ընդամենը շրթներ չեմ քսել, էդ էլ վերջում դուրս գալուց սիրուն կքսեմ ու կգնամ, չգիտեմ մենակ իմ մոտ է տենց, թե ձեր մոտ էլ է այդպես, որ գործը այդ վերջացնում ես հերիք չի մի հատ էլ շպարվում, քեզնից անկախ տրամադրությունն էլ բացվում է, իմ մոտ որ հաստատ այդպես է, այդ ես չգիտեմ, բայց շատերիս մոտ այդպես կլինի, ուրեմն առավոտ ուզում էի, մի տեսակ ուզում եմ այս վլոգները Ալեքսիս ներկայությունով սկսեմ, էլ առավոտն ասում եմ, մամա ինչ չնկարես, թե որ մաման քեզ չնկարի, ուրեմն չի նկարի, եթե չես ուզում տղա ջան, իրան ուղարկել եմ դպրոց, հոնքերի շտկում եմ արել ու այն որ իրոք հոնքերը դեմքի վրա ահագին փոփոխություն կարա բերի, չէ, ու խայ, շատ ուրախացել եմ մի գրառումից, մի քանի վաղուց էր, լսում եք ինքնաթիռի ձայնը, վաղուց էր, գրառումներով չէի սկսում, ճիշտ է, շատ լավ գրառումներ ստանում եմ, շնորհակալ եմ ձեզ ի սրտե, Աստված առատապես օրհնի ձեզ, բայց այս մի գրառումը, քանի որ գիտեի չեմ հիշելու բառ առ բառ, ասեցի թողեմ ու փորձեմ կարդամ,
Պես իրակի հետևորդներ ջան, ուրա, գտա, ինձ գրելա քնար ակաունտի օգտատերը, բարև Անահիտ ջան, երկար ժամանակ է հետևում էի, բայց գրառում չէի անում, սակայն տեսնելով ոգևորված Ալեքսի երգը, պատկերացրի, որ տարիներ անց մենք բոլոր հետևորդներով ներկա ենք գտնվելու արդեն վաստակավոր երգիչ Ալեքսանդրի մենահամերգին։ Հիմա սկսնակ եմ, բայց ոգևորությունը մեծ է, իսկ դա ամենքին չէ բնորոշ։ Երջանիկ մայրես, հետո հպարտ ու երջանիկ ես լինելու։ Ալեքս ջան, ապրես, տղաս, ձայնդ անսպար։ Այնքան եմ ուրախացել, այնքան եմ երջանկացել, որ էլ ասելու չի, անունը տալու չի։ Ես մեկ-մեկ պահի տակ ինձ թվում եմ, մենակ ես եմ Ալեքսի երգից ոգևորվում, մենակ ես եմ Ալեքսի երգից, սենց, չգիտեմ, ինձ 7-րդ չէ, 8-րդ երկնքում զգում, բայց փաստորեն դա մի ուրիշ ուրախություն ու ոգևորություն է, երբ որ, ոնց ասեմ, երբ որ քո անծանոթ բարեկամներն ու հարազատները այդքան շատ սիրում ու ոգևորվում են Ալեքսով, Ալեքսի երգով, շնորհակալ եմ ձեզի սրտե, այս ձևի լավ հաճելի գրառումներ շատ եմ ստացել, ճիշտ է, չեմ բարձրաձայնել, բայց քանի որ այս կինը ինքը գրել էր, էլի տեսակ ոնց էր գրել, որ լուրումունջ հետևորդ է եղել, բարեկամ ամես եղել, ուղղակի բարձրաձայնեց ցույց իր հիացմունքը արտահայտելու համար ու էլի մեկ էլ մի գրառում հազար ներողություն, որ չեմ հիշում, օգտատիրոջ անունը, ընդեղ Վարդուհինն միշտ ու միշտ մեզ լավ բաներ գրում, Գայանեն, այսպես անուններով, որ ասեմ, ճիշտ չիլնի, որովհետև բոլորին անձ չեմ կարա հիշեմ, ու կլինի անշնորհք պահ, որովհետև մեկին հիշես մյուսին չէ, ես էլ որ ելնեմ կնեղանամ ու կվիրավորվեմ։ Դրա համար բոլորիցդ ի սրտե մեծ խորին շնորհակալություն եմ ուզում բոլորիդ ասել, հայտնել ու մեկ էլ հիշում եմ մի գրառում, էլի, որ լավներ ասում է բրավո տիկին Գայանեին, չէ, բրավո ընկեր Գայանեին, Ալեքսի երգի ընտրությունն է, ինքը շատ ճիշտ է անում, լավ երգեր է ընտրում, այո, մի տեսակ ժողովուրդ, ես էլ եմ նկատում, որ մեր ընկեր Գայանեն, ճիշտ է դեռ իրան չեմ ասել, բայց այս անգամ որոշել եմ հարցնեմ, մեր ընկեր Գայանեն Ալեքսիս համար հիմնականում ընտրում է մայստրոյի երգերը, դա կլինի մաքրություն աղբյուրի, դա տեսել եք, լսել եք, բարով Արագիլը, ճիշտ այնտեղ տղաները փոխեցին, մեր ընկեր Գայանեն շատ էր նեղվել, որ այդ տոնայնությունը փոխել էին, հմիել այս գարունը դռները բացեք, գարուն է գալիս, մի խոսքով նկատում եմ, որ կամաց մեր ընկեր Գայանեն Ալեքսիս տանում է դեպի մայստրոյի երգերը ու երեք իրիկունը դա չէ սենց բան, որ ուզում ես ուղեղդ ամեն ինչից անջատես, ոչ մի բանի մասին չմտածես ու սենց խորասուզված ինչ-որ թե մի բան լսես, որ անջատվես ամեն լավ ու վատ բաներից Ռուբեն Մաթևոսյանի մասին էի ես լսում, որ ինքը փոքրուց ունեցել է երգի տաղանդը, հետո թողել է, հետո իր հայրը պատերազմա գնացելու չի եկել ու 18 տարեկանից հետո նոր ինքը սկսել է երգել, եթե ես հավաստի աղբյուրներից եմ այդքան է լսել, չգիտեմ, այնպես չի որ սենց ասում եմ, մի հատ էլ կնիքը դնում, բայց ամեն դեպքում համացանցից եմ լսել այդքանը ու մի տեսակ պահ կա օրինակ ինչի ես որոշեցի Ալեքսին տանեմ երգի, որ գտնեմ իմ երեխի թույլ ու ուժեղ կողմը, թույլը որն է,
ուժեղը որնա, էլ ավելի ուժեղը որնա, ես զգում եմ, որ ինքը սիրում է երգը, այո, ինքը սիրելով է երգում, երբեք ես չեմ կարա իրան սենց ստիպեմ, պարտադրեմ, վախացնեմ, սենց երկընտրանքի առաջ դնեմ, այդ բաները Ալեքսին չի, անգամ ես այդ մեթոդները չկարացի դասերի սովորելու ժամանակ կիրառեմ, դրա համար մի տեսակ Ալեքսն ինքն է ինձ իրան ենթարկում, ինչքան ուզում է ով ոնց մեկնաբանի, դա ինձ երբևիցե չի հետաքրքրում, քանի որ ոնց բացատրեմ, հասկացողը հասկանում է ես ինչ եմ ուզում ասեմ, ու չեմ ուզում շատ մանրանամ, սա երեստալու խնդիր չի, սա երեխու կմահաճույքը կատարելու խնդիր չի, ուղղակի ծնողը պետք է այնքան գիտակցի, որ երեխուց ես իմ ինչեր չպահանջի, գիտակցելով, որ ինքը կարա այդքանը սովորի։ Հիմա երբ որ մենք փորձնական գնացինք, ես անգամ հույս չունեի, ես որ հիշեմ հետ գնամ Ալեքսիեն ամենասկզբի պահերը, ու իրոք ես մտածում էի, որ ընկերներն ասում եմ, թե կարանք եւ չգանք, ասում եմ, չէ, այս երեխու մեջ կա, ու այո, քանի գնում հասկանում ենք, որ այս երեխու մեջ կա, ինքը սիրում է երգը, ինքը սիրում է երգելը ու ինքն էլ դրանից լավ ազգում, համի գիտի, որ վաղը դե բանվորների ու աշխատավորների օրնա, իմ ես հոլովակը նոր ամսի 1-ին կտեղադրվի էջը, ճիշտ նկարում եմ ամսի 30-ին, այսօր ապրիլը հատավ, այս ամսվանից ոչինչ չհասկացա, մեկ հիշում եմ ապրիլներ, մեկ հիշում եմ մորս ծնունդներ, մեկ էլ այսօր արդեն ամսի 30-ն է, այս ամիսը, որ շատ շուտ թռավ, երևի թե անընդհատ սենց խառնաշփոթի մեջ էի, անընդհատ սենց գնալ, գալ, այս տարեմբեր ու սենց քանդած խառը վիճակում են, երևի դրա համար էլ, այսպես ասած, չեղավ էլի, այն ինչը որ պետք է, ու մի տեսակ ամիսը շատ շուտ թռավ, դե թռավ բարին իրա հետ, ես սիրում եմ ապրիլ ամիսը, ամիսն ինքը հենց լավ անուն ունի, ապրելու ապրիլ, մի խոսքով, ու վաղը փաստորեն ոչ, մտածում եմ, ոչ երկ կլնի, ոչ էլ դպրոց, եթե ինձ թվում է ոչ աշխատանքային առնելու, երեգնիկան էլ էր հարցնում, ասի, որ ճիշտն ասեմ, չգիտեմ, համենայն դեպս հետո գնալու ենք, չէ, սիրելի հետևորդներ ջան, ու դեռ չի եղել, որ ասի, մամ, ես չեմ ուզում, ես նենց ինքը միշտ ու միշտ սիրով ա գնում, ինչից է դա գալիս, առաջինը ուսուցչուհուց մեր դեպքում, ինքը սիրում ա շատ ընկերգայանեն, հետո ոնց կարանք չսիրենք մի մարդու, ով իմ թևերը այսենց մեծ բացելու հնարավորություն տվեց, ով իմ երեխուն, չէ որ երեխեքն էլ են, չէ, ուզում ինքնահաստատվեն, այ երեխայի դաստիարակությունն չենք ասում մինչև 3 տարեկանն է, հետո պետք է վերադաստիարակենք, հետո գալիս է երեխու մոտ ինքնահաստատման փուլ, մի խոսքով, իմ երեխեն էլ, որ տեսնում է ընկերգայան են հաճույքով նվագում, որտեղ սենց թև էր ատալի, ասում ապրես, լավ ասեցիր, որտեղ հուշում ասում Ալեքս ջան, այս մի տեղը օրինակ կամացի չի, զգուշի չի, մաքուր երգի, բա որ չի ասում, մաքուր երգի, ես խենթանում եմ այդ բառակապակցության համար, որովհետև մարդը իր գործը սիրով անում, ու շատ ճիշտ արեցի, որ ես այս ամեն ինչը սենց եթեր հանեցի ու ձեր դատին տվեցի, ես մտածում էի, երբ որ գնայինք երգի, կտևի մի ամիս, 3 ամիս, մաքսիմում մի տարի, բայց տեսնում ենք, որ ամիսները
շաբաթները դառնում են ամիսներ, ամիսներն էլ տարիներ ու հետնահանջը չկա, որովհետև նույնիսկ հետաքրքիր մտահղացումներ էլ ունեմ, ուղղակի մեր դեպքում ինձ Ալեքսը սովորացրեց սպասել, ճիշտ է, ես իմ ամբողջ կյանքն եմ սպասել, մի տեսակ ով ինձ շուտվանից է հետևում, գիտի էլի, էլ չմանրանամ, իմ ամբողջ կյանքը ես սպասումների մեջ եմ եղել ու դեռ այդ վիճակում եմ, բայց չեմ կոտերվում, որովհետև հույսը կա, այ հույսի սենց պուճուր նշույլ անգամ, եթե մարդ ունենա, պետքա դրանից սկզբից մի ձեռով բռնի հետո երկու ու պարանի նման սենց մագլցի վերև բարձրանա, հիմա չգիտես ինչի, ես նույնիսկ արդեն գիտեք ինչ եմ մտածում, անցնի ևս մի որոշ ժամանակ, մի քիչ էլ Ալեքսս մեծանա Աստծո օրհնությունով ու օգնությունով, մի քիչ ավելի լավ կայանամ, մի քիչ ավելի լավ հասկանանք, որ ինքը երգը սիրում է, երգի հետ ինչ է պետք անել, մի հատ էլ նվագել է պետք ու հիշում եք ես իրան տարա դհոլի, մեծ ոգևորությամբ տարա, բայց քանի որ ինքը ձախլի կա ու երբ որ ընդեղ ասում են աջ, ձախ, աջ, իրա մոտ պետք արներ ձախ, աջ, ձախ ու սենց մի հատ խառը շփոթ եղավ, զգացի, որ չէ, սա երեխու տեղը չի, այդ հաստատ իրանը չի, հիմա մտածում եմ, գիտեք ինչ, որ Ալեքսս մի քիչ էլ խորանա այդ երգի մեջ, իրան համար առնեմ մի համապատասխան գործիք ու այդ գործիքով ինքը նվագի ու երգի, որ կարողանա իր օրվա հացը վաստակի, որովհետև որ մամա ես էլի, երբ որ արդեն հղի էի Ալեքսով, ասում էի Աստվածին, իմ երեխեն բարով խերով ծնվի, լավ սովորի, ամենալավ բուհը կտամ, ես կանեմ, են կանեմ, բանից պարզվեց այո, այդպես էլ կա, ես իրան տալու եմ ամենալավ բուհը, արդեն իսկ ինքը դրա շեմին է, որովհետև ինքն իրա տեսակով ենքան լավ մարդ է, ենքան բարի ու մաքուր է, որ ոչ մի հաստատությունում չի լինի տենց, ոնց ասեմ, այդքան պարզ ու շիտակ, այդքան միամիտ, այդքան բարի, ես երբեմն մտածում էի, որ ոնց ասեմ, շուստրի չի, սենց էլի ոնց կա, բայց երեք մի հատ հավեսով միջադեպ եղավ, ուղղակի չեմ ուզում բարձրացնել ու ես հասկացա, որ չէ, Ալեքսը եթե պետք է շատ լավ էլ շուստրի է ու իրան ինչ պետք է ինքը դրան հասնում է ու ես մտքումս շատ ուրախացա, իհարկե իրան ցույց չտվի, բայց իրոք շատ ուրախացա, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, չեք պատկերացնում, ասենք նայեք, ես ձեր կողմից էլ եմ նայում, որովհետև տարիներ առաջ, որ ես չունեի էջ, ես էլ էի սիրում հիմնականը ռուսներն էի հետևում, մեր հայերից այն ժամանակով էր ավելի շատ համացանցում զուտ հեղինեներ, հետևում էի ու որ մի հատ սիրուն բան էի գրում օրինակի համար, ինքը սրտիկ էր դնում, դա իմ համար նենց մեծ ձեռք բերում էր, բայ ասում է ինչ լավ է, տես ինչ ուշադիր է, տես ինչ հետևողական է, այս կողմ են կողմ, բայց երբեք այն երկրորդ կողմը չեմ կարդացել, որտես իմ գրածը իրան դուր կգա, թե չէ, ես մտածել եմ, հա դե տեսելա սրտի կդրել ու վերջ, հիմա երբ որ դուք գրում եք, չէ, սենց մի բան, երևի մտածում եք, հա դե գրեմ, բայց հավատացեք, այդ գրելու մեջ այնքան սեր եք բաժանում, այնքան բարիություն եք տարածում,
այնքան ոգևորություն եք տալիս, այնքան սենց մի հատ ներքին էներգիա եք տալիս, որ բարերես չի հերիքելու, որ ավելի ճիշտ ու տեղին ասեմ, բայց հավատացեք, որ շատ լավ գործ եք անում, ճիշտ է, ժամանակ կար, ինչքան ուզում ասենք չանդրադառնաս չէ վատին, բայց լավ ու վատը հարաբերական ձևով միշտ իրար կողմից են, ես միշտ սիրում եմ այս երկու մատի վրա ցույց տամ, դե միջամատը մի քիչ ավելի երկար է, չէ, ելնում, ես միջամատը համարում եմ լավը, վատն էլ սենց էլի հետևից սկսվելով գնում է, որտեղ կկպնի, որտեղ կառանձնանա, ամեն դեպքում վատից էլ պետք է քեզ կպնի, որ թափտաս, մաքրես ու առաջ գնաս, ու եղել է, որ նեղվում ես այս կողմ, այն կողմ, բայց ոնց բացատրեմ, որ ճիշտ բացատրեմ, վատի մեջ էլ էլի կարաս լավը գտնես ու լավով նայես, անցնես առաջ, այնպես որ սիրելիներ ջան, այս էլ իմ կեսօրվա զրույցը ձեր հետ, հիմա տարիներն ու ժամանակներն այնքան են փոխվել, ուրեմն նախկինում անցած կիսամյակ թեկուզ, օրինակ, որ ժողով էինք ունենում, ես սենց խառնվում էի, վայ, ասում էի, սենց ոնց կլինի, ես երեխուն ոնց թողամ, ուր գնամ, չի լինի, հետս էլ տանեմ, ճիշտ չի լինեմ, բան, մի ենքան հանգիստ եմ, Ալեքսս կգա տուն, իրա հացը կուտի, կմնա տանը, ես կգնամ ժողով, իմ համար հանգիստ կնստեմ, գիտեմ, որ ինձ չեն, ոնց ասեմ, խայտառակելու, ասեն, գիտես, իրան լավ չի պահան, գիտես, սրան խփեց, նրան ծեծեց, այս արավ, էլ ընդհակառակ իրանք գիտեն, որ ես սովորելու պահից շատ եմ նեղվում, բայց ընդունում ենք են, ինչ ունենք ու փառք եմ տալի Աստծուն, որ Ալեքսի պես թանկ ու գանձ բալա ունեմ, սիրելիներ ջան, հիմա այսքան օրա, այս եղանակը չի ուզում էլի, որ բացվի, ստավ ես հնդկացան արեմ էպում, բայց այստեղ էլ հավի միս ունեմ, էպած, դնեմ տակացնեմ, սիրելիներ ջան, խոսքով ընգա, մի քիչ շուտ էի սա դնելու, ինքան նավոր, ոնց ասեցի խոսքով ընգա, մի քիչ հավի արգանապից եմ ուզում լցնել, թեպետ և բրնձով է, չէ, ինքը լավն է, ես բրնձին եմ սիրում, որ լցնեմ, բայց թե, այսօրվան իմ ջեփել այսօրի հարցերը կարգավորեցինք, որովհետև դեռ լոբու ճաշել ունեի, հնդկածավարն էլ, ասեցի, ձեռի հետեփեմ ու վերջ, հիմա այստեղ մի երկու աման ունեմ, սա լվանամ, Ալեքսս գա,
հաց ուտենք ու պետք է գնամ լավաշ առնեմ, լավաշ չունեմ, ինչը պետքան նանեմ, ու որ այա պարոնս կգա, այնպես որ տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Սիրելիներ ջան, մեր մոտ դեռ օր շարունակվում, ես արդեն հավաքվել եմ, պատրաստվել, օգտագործում եմ իմ օծանելիքը, խորհուրդ կտամ դուք էլ օգտագործեք, շատ անուշ բույր ունի, բոմբա ուղղակի, սկանդալ, ինքը շատ լավն է, ցնցող բույր ունի, քսել եմ այս շրթներ կա, հետո ուրեմն ինչ եմ իրա հետ համադրել, ես կոշիկները, սենց ես հագուստնահագ ես, սպասում եմ Ալեքսը գա, հացավորեմ, ինքը տանը կմնամ, ու ես կգնամ, տեսնեմ ինչ է ստացվում, ոնց են ասում աչքս ճամփի է, խեկան պատվերս բերեցին, եկեք միասին բարձնենք, չգիտես ինչի հարևանի մոտակ ստուգեցի, վերջացրեցի, հիմա գնանք տուն ու տեսնենք ինչ կա չկա, անջատի նրա ձայնը Ալեքսանդր, ահա, սպասի Ալեքս, էսա կասեմ, ոնց նստենք, որ լույսը չանի, Չի անի, ահա որ անջատած է, ման բերիմա ասա, բերիմ ինձ բացակ, սպասի, մի ասա, չի ճարան, այստեղ ես ձեզ ասում եմ, տադամ, տուն եմ եկել, փոխվել, արդեն համարյա թե 7 անց 8-ն է, մի հատ առանձին հոլովակ եմ նկարահանել, իմ պատվերների մասին, հետո մարդ ես էլի, սենց նստել ես, նայում ես, ուրախանում ես, փառք ես տալիս Աստծուն, ասում ես Տեր Աստված, գոհ եմ քեզնից, որ ամեն ինչն էլ աստիճանաբար ժամանակի ընթացքում ունենում եմ, ձեռք եմ բերում, մի խոսքով, սիրելիներ ջան, ու ամենտեղ միշտ մի անհարթություն ըլնումա, չէ, ասեք, որ հենց այդպես է, իմ մոտ ես մի գթալիկը, պոչը մի քիչ երկար է, ու սեղանին դες դնենք, ինքը սենց հատնում, բայց ամեն դեպքում, ասեք, որ սիրուն ընտրություն է, այս խոհանոցային կոմբայնի մասին միշտ ուզեցել եմ, որ ունենամ, սիրելի հետևորդներ ջան, ու ինձ թվացել է, թե ինքն ենքան թանկ է, որ իմաստ չկա էլի, դրա վրա գումար փչացնել, էս անել, են անել, բայց պարզվեց, որ այդպես չի, հասանելի է, բոլորիս համար էլ, փառք Աստծու աշխատող մարդը կարողանում է ամեն ինչին էլ հասնի, ինքներդ գիտեք, որ շատ խոհանոցային պարագաներ ունեմ, փառք Աստծու, ստեղ մի հատ խաս կա, ինձ պահի տակ անհանգստացնում է, այս մյուս կողմից, որ նայում ես, ոնց որ խորքային չի, սենց երեսից է, բայց ամեն դեպքում
ինքը բանջարեղեն կարամանրեցնի, միս ստեղ հեսա ծավալը 3 լիտր, հզորությունը 1600 վատ, ու էլ չգիտեմ, թե ինչ կարա անի, բայց ինձ ինչը պետք է վստահ եմ, որ հաստատ կանի անելույա, իրա հետ կա նաև երկրորդ թասը, իրա այս ամրակով, պտտակով, շուրուբով, սենց ասեմ, այս կաթսան եմ նաև վերցրել, դուք գրել էիք, հիշում եք, որ մաման ինձ տարավ, որ իբր առնեմ, հետո ուզեց ինքը նվերանի չթողեցի, որովհետև ես կաթսայի վրա ծաղիկ չեմ սիրում, ես ոնց ասեմ գլատկի սիրում եմ, որ կաթսաներս միատոն են ըլնում առանց նախշերի, որ կափարիչը ասեք, որ հավեսա չէ, համել այս տարի մի տեսակ այս գծերը թրենդի մեջ են, սիրելիներ ջան, սա եմ վերցրել, այս ափսեն, որ կարող ենք օգտագործել տարբեր նպատակների համար, գույնը ինչքան տրամադրողա չէ, հետո էլ ինչ ունենք, հետո այս սամաններն եմ վերցրել, չէ սովորենք, որ ինձ թվում է շատերս էլի նամանավանդ նոր խոհանոցը, ուզում ես, որ մի բան ավելացած լինի, ու այդպես, այս իմ պատվերները, որ կհետաքրքրի, Instagram-ում կա, իրանց էջը կարող եք մտնել, նայել, մի խոսքով գիտեք, ես գովազդի դեպքում ասում եմ, որ գովազդ եմ անում, իսկ սենց ուղղակի առել եմ, իմ առօրյան ձեր հետ կիսում եմ, ինձ թվում է արդեն պիտի որ հասկացած լինեք, ու սիրելիներ ջան, այս էլ ստեղ դնեմ, հիմա ասելու եք, ինչ եղավ, ինչ ասեցին, քանի որ կոկորդս նենց հացավում, քանի որ ժողով է գնացել, շատ լավ, շատ լիցքաթափված, շատ բարձր տրամադրությունով, շատ ոգեշնչված, չգիտեմ, լիքը լավ էմոցիաներով, եկել եմ տուն, չեմ ուզում սենց անուններով ասեմ, որովհետև մեր քաղաքը փոքր է, մեկս մյուսից ճանաչում ենք, միգուցե ես իմ էլի ուսուցչուհիները նեղվեն, բայց չեմ էլ կարա չասեմ, ես երբ որտեղ խոսքը սովորելուն ա գնում, դա իմ ցավոտ կոմն ա, որ ուզում ես էլի երազես իդեալական երեխա ունենաս, սովորելու առումով, թե չեն ընդ պարդքաստը ունեմ, աստված առատապես օրհնել ա իմ Ալեքսին, թող բոլորիս երեխեքին էլ օրհնի ու տեսեք մոր սիրտը, երբեք մոր սիրտը, ոնց ասեմ, չի էլի խաբվում, ինչի եղավ, որ այսօր ես իմ առավոտը սկսեցի, իմ առավոտվա վլոգը, Ալեքս ջան դուրը փագի արդեն ցուրտ ա, որ իմ առավոտվա դուրը ինչ է ստանում, դու ճիշտն ասա, դու ինչ է իրանում ընդեղ, տատը նեղանալու ա, որ դու իրա դարակներն չեմ կանտելու է, տատը շատ գեշ կնեղանա, չի կարելի, են տատի դարակն ա, ու ինչ մի րոպե, սիրելիներ ջան, ասելիքս ինչա ես առավոտից իմ առավոտյան զրույցը ձեր հետ սկսեցի, սիրելիներ ջան, զուտ, չգիտեմ ինչի ոնց որ Աստված ինձ հուշեր, որ դու ընկերուհի ջան, այսօր վեր կաց ու խոսա երգից, քննարկի երգը, զրույցի երգի մասին, քանի որ երբեք ոչ մի անգամ մենք այս 2 տարի ու ավել գնում ենք երգի, դե որտեղ ամիսներ հանած, բայց ընդհանուր տևողությունը 2 տարին է, ոչ մի անգամ ծնողական ժողովում ասենք,
այդ դասանում շատ կան երկի գնացող երեխեք, մի խոսքով չմանրանամ, միգուցե մեկին դուր գա, մյուսին չէ, մինչև չհարցնես դրա իրավունքը չունես, էլի, որ բարձրաձայնես, ես այդպես եմ մտածում, ոչ մի անգամ չի եղել, որ Ալեքսիս, ոնց ասեմ, երգը քննարկենք, մի ուսուցիչ, ես որ սենց նեղվեցի, բան սովորել է իմ ցավոտ կոմնա, ես կոմ են կոմ, ես անկեղծ սովորական մամայի նման, մտահոգ ծնողի նման, իմ զրույցը ունենում եմ թե դասղեկի հետ, թե մյուս դասավանդող ուսուցիչ-ուսուցչուհիների հետ, մի ուսուցիչ-ուսուցչուհի ասեց աղջիկ ջան, այ ենքան էի ծիծաղել, ենքան էի ուրախացել, չափ չկար, ասմա ես գիտեմ, որ Ալեքսը լավ է երգում, դե ես չզարմացա, որովհետև YouTube հարթակում կանք, Facebook-ում մի խոսքով, մտածեցի այդպես տեսելա, ասմա դու գտի իրա ուժեղ կողմը, դու արդեն ես գտել, իրան տար ու ուժեղ հիմքերով հաստատի երգի մեջ, ասում եմ շնորհակալ եմ ես ձեզ շնորհակալություն խորհրդի համար, ասում այդ երգը, որ ինքն է երգում, ինքն ամեն ինչ կերգի, այստեղ արդեն մի քիչ սենց կասկածի մեջ ընկա ու մտքումս ասում եմ դու մայ ու մինչև թե մարդ ես էլի չես ուզում շատ սենց խորանաս ավելորդ հարցեր տաս, որովհետև իմ նման լաքանի ծնող կա ու կհարցնի ու մեղք չէ այդ մարդը այդքան խոսա, ասի լավ մնա մի անգամ առանձին իրա հետ կզրուցեմ, մեկ էլ շարունակում ասում իմ դասին ես իրան երկացրել ասում ու ինչ բառերը ճիշտ էր ասում, ու ինչ առոգանությունով էր ասում, ու ինչ ինտոնացիայով էր ասում, ոչինչ ասում թող ինքն էլ ու նենց դուրս եկավ էլի շատ հետաքրքիր մտքեր ասեց, ու այո, որ համեմատում ես մեր մեծն հանճարեղ գիտնականների մեջ շատ գիտնականներ ունենք, չէ, ասել եմ միշտ, էլ չեմ ուզում ասեմ, որ գիտնական ենք ունեցել Էդիսոնի մասին խոսքը, որ իրա մաման կանչել են իրան, ասել դաշտուն, հետո հանճարը հարցրել է, ասել է կավեք էլի, այս պահին ինձ հետ է որդազանգում, ալյո, բարև ձեզ, հա, Լուսինե ջան, կարանք մի 15 րոպե զրուցենք, ես կզանգեմ, ահա, լավ, ախր չի լինում, մանավանդ հեռախոսը ձեռիդ ու անծանոթ, ոնց կարաս մի խոսքով չմանրանամ, ու այդ կինը ենքան ինձ ոգևորեց, ինքը մի քիչ էլ, վերջ էլի, երիտասարդ, միջին տարիքի, ահա, օրինակ Ալեքսիս դասղեկը ինձնից երիտասարդ է, բայց շատ լավ մարդ է, այնքան գոհ եմ ես իրա մարդ տեսակից, այնքան, այսօր ես իրան ասում եմ, ես ձեզ շատ շնորհակալ եմ, ասում եմ, վայ, Անահիտ ջան, ես ձեզ ինչ եմ արել, ասում եմ, դուք չեք էլ նկատում, թե ինչ եք անում, ես հո նկատում եմ, ես ձեզնից շատ շնորհակալ եմ, բայց դրան զուգահեռ էլ ինձ հուզող հարցերից այն շարանն եմ տալիս, դե ծնող ես, 100 հարց կա, 100 հարցի գոնե 10-ի պատասխանը ուզում ես էլի ես ականջներդ լսեն ու մի խոսքով այդ կնոջը որպես ուսուցիչ, որպես մարդ, որպես լավ մարդ, իրոք ես իրան շատ եմ հարգում ու հավանում, գիտեք, ասենք ուսուցչի և ուսուցչուհու, ուսուցիչ, շակերտ, ուսուցիչ, ծնող, այդ հարաբերությունը կարա սենց մի անգամից փլուզվի ու կարա սենց ամուր մնա ու ավելի շատ այդ կապի սենց մեծ տևողությունը, այն մեծ բեռը, ոնց ասեմ, կախված այդ դեպքում ուսուցիչից, ուսուցչուհուց, հա, ու իրանց այլի կախված,
ոնց կլինի, ինչ ձևով կմոտենա, ինչ ձևով կներկայացնի քո երեխուն, ինչքան ուզում է ինքը լինի միջին սովորող, ինչքան ուզում է ինքը լինի թեկուզ ընդհանրապես չսովորող, նույնիսկ գերազանցիկ երեխուն կարա ասենք ուսուցիչը նենց ներկայացնի, որ ծնողը չհասցնի անգամ ուրախանա, բայց այսօր իմ Ալեքսին նենց ներկայացրեց այդ կինը, ոնց որ սենց էլի առաջի գծի սովորող երեխա, ու սենց նայում եմ իրան ասում եմ, բայց դուք ինչ լավ մարդ եք, ինչքան շնորհակալ եմ ես ձեզ, ասում եմ, դե որոշի տակ նայ, բալա ես էդ էլ ասում եմ շնորհակալ եմ, ապրեք շատ, ու հմի գիտեմ, վստահ եմ, այս Նիկան, որ լսի ինքն ասում է, տղեն ուր, երգուր, պետք չի, որ Ալեքսը երգի գնա, մեր կռիվն իրա հետ միշտ է տա, միշտ, պետք չի, հա, պետք չի, թող մնա տանը, թող չգնա երգի, ավելի լավ գնա նկարելու, քան երգի, բայց այս վերջն, որ ինքը սենց հակած, կապած, եմ որ ասում է, կոստյումը պիտի գեղեցկացնի մարդուն, այ այդ ձևով գնացել էր փառատոնին կողքի, խոսում ենք, ասում եմ, մալացեց, ասում եմ, ոնց էլ իրան լավ պահեց, ասում եմ, բա Նիկա ջան, այդ են չերգող Ալեքսներ են, որ դու չէիր ուզում, որ գնա երգի, դե միշտ ասել եմ, չէ, մենք մեր տան հարցերը միշտ պարտադիր ես Նիկայի հետ եմ քննարկում, իսկ ինչը վերաբերվում է Ալեքսին, ինձ ասում է, դու ինձ այնց լավ գիտես, եթե գտնում ես, տենց հարմար է, արա տենց կարաս ինձ չհարցնես, հմի ես երգը, որ մեկ քննարկում ենք ու ինքն ասում է, պետք չի, ես ասում եմ, մի րոպե, դու մոռացել ես ինձ ինչ ես ասել, ու ասում է, վայ, դու ոնց ես այդքանը հիշում, ասում եմ, բա, այ ասելուց առաջ ստեղ եմ մեր մեծերն ասել, պետքա մտածես, մի խոսքով կատակնել մի կողմ, սիրելի հետևորդներ ջան, այդ այնց ուրախ զվարթ, չեմ հիշում մեկ էլ ես իմ երբ էի ես ծնողական ժողովից այսքան ուրախ տուն եկել ու չգիտեմ, ոչ թե ժողով էր, զրույցի նման մի հավես բան էր, այն որ հոգեբանական թեստերով, դենով շատ լավ ժամանակ անցկացրինք ու հիանալի ժամանակ անցկացրինք, սենց մի ձևի համ ոգևորված տուն եկա, համ լիցքաթափված տուն եկա, համ էլ դե որ տանն էլ գիտեմ անելիք չկա ու այնքան վստահ էի, որ Ալեքսը ոչ դուռը բաց կթողար, ոչ տնից դուրս կգալ, էլ եղել էր ես ժողովի գնացել, հարևանս եկել էր մեր տուն, այդ փորձել էինք էլի մենք իրան, որ ճիշտն ասեմ, ասել էր մինչև իմ մաման չգաս մեր տուն, կներեք, որ տենց եմ ասեմ, բայց մամաս ասել է ես, որ տանը չեմ, ոչ մեկ չգա, այնքան ծիծաղել էինք, այնքան էի պաճպչել Ալեքսին, ու մի արդեն սենց վստահ թողի իրան, վերջապես մեծ մարդ հա, վերջապես դուք ինձանից փորձառու էիք, այդիկին Հասմիկս միշտ ասում էր, թող իրան, Անահիտ, թող իրան, ես վախում էի, շատ էի վախում, բայց երբեմն պետք է այդ վախդ չթողաս էլի գլուխ բարձրացնի ու դու հաղթող լինես վախին ու արդեն փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուն շատ բաների միջով անցնելուց հետո հասել եմ դրան, եկել եմ տուն, մի անգամից հագուստն ես հանելի շպրտել, իմ ես տակ շնորհակել, որովհետև դեռ ցուրտ է, երեկվա համեմատ մի սենց թեթև տաքացել է, այդ էր մեկ էլ նայում էի, որ առաքումս բերին, Սպիտակն ու Ստեփանավանը խառնել էին իրար, բայց մարդիկ որ ասում է չոտքի աշխատում են, իրանց գործն անում են, էտա սիրելի ընկերներ ջան, չգիտեմ, կյանքում ինչ ա մեզ մնում անելու, մի լավ խոսք ասել, մի լավ գործ ասել, մի լավ արարք, չգիտեմ, թե չէ փնովելը, քննարկելը, քննադատելը, հա էլ կա ու կա, ուզում եմ տեսնեմ, ստեղ
Այս ինչ նկար դնենք, որ ճիշտ լինի։ Ինչևէ, սիրելիներ ջան, այսօր այս ձևի օր ունեցանք ու էլ չգիտեմ, տեսնենք որտեղ եմ հանդիպելու, բայց կրկին անգամ էլի եմ ասում, իրոք էլի մոր սիրտը ոչ մի անգամ չի խաբում փաստորեն հենց իրան ու սենց մտածում եմ, ասում եմ հլային զուգադիպություն եղավ էլի, ես վեր կացա, սկսեցի, այդ գրառումից ոգեշնչվեցի շատ ու վաղուց էր երկից չէինք էլ խոսացել, հետո նկատել եք, չէ, ես վերջերս ինչքան ես երգի եմ գնում, որ չեմ ասում, ես երգի եմ գնում, որ մենք գնում ենք երգի, դրանից ենքոմ, էլ մի ձևի ոնց որ սենց ենքոն էմոցյաններ եմ համ ստանում, համ բաց թողում, համ սենց ոնց որ ուրիշ աշխարհ եմ լնեմ ու էլ չեմ ուզում, ով ասում եմ, այսքան լավ երգելուց հետո, էլ արժե ինչ-որ մի բան, կամ ասել, կամ խոսալ, կամ ցույց տալ, արի հենց սենց էլ թողամ ու իրոք այդպես էլ թողում եմ ու ավելի ոգևորվեցի ու ոգեշնչվեցի, որ դուք էլ եք նկատել, այո, Ալեքսն էլ ընքան, այս երբ որ ընկեր Գայանեն ասավ դռները բացեք այդ երգը, ոյ մամա ջան, ասի, այս երգը ես երեխային սովորողը չի, որովհետև դե երգում լսում ես էլի ինտոնացիան բարձանմա, իշնմա, շուտ ասում ես, կոմեն, դրանից առաջ ասավ յասամանի ծառի տակ, ես ասի չի լնելու ընկեր Գայանե, ինքն էլ ասավան այդ ճիշտն ասած, ես համասի համ կասկածում էի, ուրեմն փորձենք դռները բացեք, Գարուն է գալիս ու իմ տղեն, փաստորեն գլուխ անեց այդ երգից, եկեք այդպես ասենք, ու երեք իրիկունն էլ եմ, որ ուզում ես ամեն ինչից կտրվես ու ոչ մի բանի մասին չմտածես, ուղեղի տես մի հատ ռեստարտ տաս, այն վատ էմոցիաները շպրտես մեջից թանես ու չգիտես ինչի, իմ YouTube-ի այդ լենտայում եկավ հայտնվեց Ռուբեն Մաթևոսյանի, մեր հարգարժան մայստրոյի կյանքը, սենց լսում եմ, ասում եմ Աստված իմ էլի, ինչ բանա կյանքը, ինչ բանա մարդու ճակատագիրը ու սենց բաներ ու որ խորանում ես, պահկա քեզ կթվա, թե կգժվես, այդքան մի բան, սիրելիներ ջան, ես իմ ես էլ այսքանը տղես գնալ գալու մեջ հա, թե ինչ անեմ, ինչ տանեմ, ինչ բերեմ, ինչ քանդեմ, ինքը սենց արդեն զգում ես էլի, որ մեծանում է, ուզում եմ գործերի մեջ մտնի ու որ մի բան էլի տանում է, բայց չեմ հարցնելու, թող ինքն էլ իրա համար, ես հենց սկսում եմ խոսալը, ես մերես վրես չխայնանում է, բայց թե ծնող ես, ոնց կարաս չխոսաս, ինչև եմ, ինչ է իրանում, մազիս, կոնֆետ է իրանում, երգը թե սոր հեչ լսել ես, ես որ գնացել եմ ժողով, ինչ ես արել, ճիշտ ես ասում, բա կինո չես նայել, հաստատ, մի աչքդ ոնց որ մարգատ է անում, այդքան բան, լավ, ես անջատեմ, մի հատ զանգեմ ու տեսնենք որտեղ ենք հանդիպելու, ինչ լավա չէ, որ ինչ եփել այսօրի հարցերը կարգավորում ես ու քեզ տալիս քո գործերին, ստեղից ասմա, մամ ես կարամ ես պղինձը բռնեմ, մամա, օրինակ տես, սրա մեզ ինչ կարաստացնես, օրինակ, դու ինչ ես ուզում, ջաշ կարաստացնես, հետո, մի կարաստված եղնցնես, չէ, Կարանք ձու եփենք, կարանք ձու եփենք,
ու կասված եք սարքես սրանով։ Դու կասուեր էպես։ Սա ինչ տես միացնի, որ։ Սրանք կարանք մի սաղանք։ Սրանք կարանք սա միացնենք, որ ճիշտն ասեմ։ Բայց եթե իսկ այլ ճիշտ չի միացնենք, օրինակ։ Չէ, դե մեջը բան դնենք նոր է, Ալեքս ջան։ Ինչ որ։ Բանջարեղ են, միս։ Ես կարամ միացնեմ։ Որ միացնելու ուզնեմ, կասեմ դու կմիացնես։ Պարապում ես երկդ։ Պարապեցի էլի։ Պարապեցի, դա պարապել չէ, ես այդքանին համաձայն չեմ տղա ջան։ Ուզում եմ մի քիչ լավ պարապել, չէ, դա լավ։ Այդքան մի բան։ Սիրելիներ ջան։ Հիմա ստեղ եք հավաքեմ։ Ալեքս, էդ իջած դու։ Ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, կարդում եմ նախորդ տեսանյութի նկարահանած գրառումները բլենդի կոմբայնի վերաբերյալ ու խոսքը գնում է այս ռեզինների մասին։ Դուք ինձ հուշում եք, որ կափարիչի համար է նախատեսված, կափարիչի համար է, սա կա, սիրելի հետևորդներ ջան, սա այս երկուսը կափարիչի համար չի նախատեսված։ Կափարիչը ինքը հեն ասպիտակ սիրուն պլպլան ռեզին ունի, սա նախատեսված էր այս սրանց համար, որ մեկը մեկին չխազի էլի, ինձ թվում է հասկացաք, այնպես որ շնորհակալ եմ հուշման համար, բայց այս անգամ ոնց որ թե հուշումը մի քիչ սխալ էր, սիրելիներ ջան, այդքան բան, հիմա անցնեմ գործերիս, այս ընթացքում հետևորդուս հետ խոսեցի, ոնց որ թե ոնց հասկանում եմ, էլի հյուրեր եմ ունենալու, տեսնենք, եթե հյուր կունենամ, պարզավոր ձեր հետ կկիսվեմ, կասեմ, ցանկության դեպքում նաև կնկարահանեմ, իսկ եթե ոչ, նախորդ անգամ Նարինն էլ տեսեք չուզեց, ես էլ չնկարահանեցի իրանց, որովհետև ես հարգում եմ մարդու կարծիքը, եթե չի ուզում ստիպելս, որն է, իմաստ չկա, այնպես որ ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, ու տեսնեմ որտեղ ենք այդ հանդիպում։